մեկ էլ տեսնում ենք վրացական ուղղությամբ նրա մոտեցումները, այստեղ հենց նա այն մարդը, որ 1921 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրել է խորհրդային արդեն Վրաստանի ղեկավար Պոլիկարպ Մդիվանի հետ փաստաթուղթ, որտեղ ֆիքսել են, որ ժամանակակից Լոռու մարզը, փաստորեն ժամանակ Լոռու չեզոք գոտի 90% ծավալին պետք է մնա Լոռու չեզոք գոտու 90% ծավալին պետք է մնա խորհրդային Հայաստանի կազմում։ Միայն հյուսային որոշ հատված է մնացել խորհրդային Վրաստանին եւ ցավոք Ախալքալաքի գավառը մնացել է փաստորեն Վրաստանի կազմում, բայց նրանք հասել են լուծման ի տարբերություն Ադրբեջանի հետ տարածքային հիմնախնդիրների Հայաստանի խորհրդային Վրաստանի ղեկավարների միջև փաստաթուղթ է ստորագրվել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։